Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի կառավարությունը մտադիր է 2026 թվականին ամբողջությամբ ավարտել Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը միջին միջանցք նախագծի շրջանակում։ 2026 թվականի բյուջեով նախատեսվում է ամբողջությամբ ավարտել դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ տանող Ռուսթավի, Կարմիր կամուրջ եւ Ալգեթի Սադախլո հատվածների շինարարությունը, նաեւ կառուցել դեպի Թուրքիայի սահման տանող Բաթումի Սարփի ճանապարհը։ Այս նախագծերի իրականացման արդյունքում կավարտվի միջին միջանցքի այն հատվածների շինարարությունը, որոնք կապում են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան, նշված է փաստաթղթում։ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ստեղծվել է 2014 թվականի փետրվարին Ադրբեջանի, Ղազախստանի եւ Վրաստանի ծովային ու երկաթուղային փոխադրումների ոլորտի առաջատար ձեռնարկությունների մասնակցությամբ։ Վրաստանը միջին միջանցքին միացել է 2022 թվականին։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության եւ սահմանային ոստիկանության աշխատակիցները Վրաստանում ձերբակալել են 14 օտարերկրյա քաղաքացու։ Համատեղ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը եւ սահմանային ոստիկանությունը ձերբակալել են Բանգլադեշի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի եւ Մարոկկոյի ընդհանուր առմամբ 14 քաղաքացու։ Պարզվել է, որ ձերբակալվածները երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի։ Նրանք խախտել են ապաստան տրամադրելու ընթացակարգով նախատեսված պայմանները եւ մի քանի տարի երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի։ Ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման որոշման մեջ նշված պայմաններից, որոնք ենթադրում են երկրից կամավոր հեռացում, ինչի հետևանքով Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել ձերբակալել նշված անձանց։ Որոշման կատարումն ապահովելու համար ձերբակալվածներն այժմ գտնվում են միգրացիոն ծառայության ժամանակավոր տեղավորման կենտրոնում, հետագայում ծագման երկիր արտաքսելու նպատակով։ Միացյալ Նահանգների կողմից հայտարարված այսպես կոչված Գազայի խաղաղության խորհրդի անդամների ցանկը քննադատության է արժանացել թե Իսրայելի, թե Պաղեստինի կողմից։ Սպիտակ տան կողմից հունիսի 16-ին հայտարարված ցուցակը գլխավորում է Միացյալ Նահանգները եւ նախագահում է նախագահ Դոնալդ Թրամփը։ Հայտարարության մեջ նաեւ նշանակվել է Գազայում այսպես կոչված միջազգային կայունացման ուժերի հրամանատարը, Գազայի գերագույն ներկայացուցիչը եւ ձևավորվել է Գազայի գործադիր խորհուրդ։ Անդամների ցանկում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Միացյալ Նահանգների հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։ Միացյալ Նահանգները նաև հրավերներ է ուղարկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին եւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։ Ավելի ուշ տարածված հայտարարության մեջ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից հրապարակված ցանկը համաձայնեցված չէ Իսրայելի հետ։ Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանձնարարել է արտգործնախարար Գիդեոն Սաարին կապ հաստատել Ռուբիոյի հետ այս հարցի վերաբերյալ։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Գազայի խաղաղության խորհրդի կազմում են Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը եւ կատարցի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների քննադատներ են։ Հատկանշական է, որ Պաղեստինյան իսլամական ջիհադը նույնպես հայտարարություն է տարածել արտահայտելով իր զարմանքը անդամների ցանկի վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ ցանկը լիովին համապատասխանում է Իսրայելի պահանջներին եւ ծառայում է Իսրայելի կողմից Գազայի օկուպացիայի շահերին։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Աշ-Շարայի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ընդգծել է Սիրիայի տարածքն ահաբեկչական սպառնալիքներից ամբողջությամբ մաքրելու կարևորությունը։ Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում վերջին զարգացումները։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնությանը, համերաշխությանը, կայունությանը եւ անվտանգությանը։ Թուրքիայի ղեկավարը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Սիրիային եւ ընդգծել, որ ահաբեկչության դեմ պայքարում գործակցությունը կշարունակի ամրապնդվել։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել սիրիական զինված ուժերի կողմից քրդական սիրիական ժողովրդավարական ուժեր կոալիցիայի դեմ շարունակվող գործողության ֆոնին եւ կողմերի միջև հունվարի 18-ին հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։ Իրանի իշխանությունները հաստատել են, որ բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 5000 մարդ, այդ թվում շուրջ 500 իրավապահ, Reuters-ին հայտնել է իրանցի մի պաշտոնյա, ահաբեկիչներին եւ զինված ապստամբներին մեղադրելով անմեղ իրանցիների սպանության համար։ Պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, նաեւ ասել է, որ ամենադաժան բախումները եղել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդաբնակ շրջաններում։ Իրանի իշխանություններն անկարգությունների համար պարբերաբար մեղադրում են արտաքին թշնամիներին, այդ թվում Իսրայելին։ Միացյալ Նահանգներում գործող մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը ավելի վաղ
հայտարարել էր, որ զոհերի թիվը հասել է 3308-ի, եւս 4382 դեպք դեռ վերանայվում է։ Խումբը նաեւ հայտնել է ավելի քան 24000 ձերբակալության դեպքի մասին։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին մեղադրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաները հրահրելու համար։ Այս խռովության ժամանակ անգրագետ եւ անտեղյակ գործակալները, որոնց գլխավորում էին այդ չար եւ վերապատրաստված ակտիվիստները, մեծ թվով հանցագործություններ կատարեցին, ոչնչացրին 250 մզկիթ, ավերեցին ավելի քան 250 կրթական եւ գիտական կենտրոն, ոչնչացրին էներգետիկ ենթակառուցվածքներ, հարձակվեցին բանկերի, բժշկական կենտրոնների, ժողովրդին սնունդ մատակարարող խանութների վրա, վիրավորեցին ժողովրդին, սպանեցին մի քանի հազար մարդու։ Մենք Միացյալ Նահանգների նախագահին մեղավոր ենք համարում թե զոհերի, թե վնասի, թե իրանական ազգի դեմ արած զրպարտության համար։ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել, այդ թվում խոստանալով շատ կոշտ գործողություններ ձեռնարկել, եթե Իրանը մահապատժի ենթարկի ցուցարարներին։ Սակայն ավելի ուշ նա շնորհակալություն է հայտնել Թեհրանի առաջնորդներին, ասելով, որ նրանք չեղարկել են շուրջ 800 մարդու մահապատժի ենթարկելու որոշումը։ Երկրի գերագույն առաջնորդի դեմ ցանկացած ագրեսիա հավասարազոր է պատերազմ հայտարարելուն, այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, արձագանքելով Դոնալդ Թրամփին։ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել։ Եթե Իրանի ժողովուրդը բախվում է կյանքի դժվարություններին, դրանց հիմնական պատճառներից մեկը Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից երկար տարիներ կիրառվող թշնամանքն ու անմարդկային պատժամիջոցներն են, ասել է Իրանի նախագահը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իսպանիային խոշոր երկաթուղային վթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է շուրջ 4 տասնյակ մարդ։ Մենք խորապես վշտացած ենք Իսպանիայի Կորդոբա քաղաքում տեղի ունեցած գնացքների ողբերգական բախման լուրից, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կան։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին եւ Իսպանիայի ժողովրդին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում։ Ադրբեջանում առաջարկել են օրենքով սահմանել վճարովի մայրուղիներում առավելագույն արագության սահմանափակումներ։ Համապատասխան փոփոխություններ են առաջարկում ճանապարհային երթևեկության մասին օրենքում։ Օրինագիծը քննարկվել է Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության եւ պետականաշինության հարցերով հանձնաժողովի նիստում։ Օրենքի նախագծի համաձայն բնակեցված տարածքներից դուրս վճարովի մայրուղիներում մինչև 3.5 տոննա թույլատրելի առավելագույն քաշ ունեցող մարդատար եւ բեռնատար մեքենաների համար առավելագույն արագության սահմանափակումը կկազմի 130 կմ/ժ։ Ավտոբուսների կցորդներով մարդատար մեքենաների եւ 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն քաշ ունեցող բեռնատար մեքենաների համար առավելագույն արագության սահմանափակումը նման ճանապարհներին կկազմի 90 կմ/ժ-ում։ Ադրբեջանը նախատեսում է տուգանքներ սահմանել առանց վկայականի չմշակված ադամանդներ ներմուծելու եւ արտահանելու համար։ Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում Մաքսային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի մասին օրենքում։ Օրենքի նախագիծը քննարկման է ներկայացվել Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության եւ պետականաշինության հանձնաժողովի նիստում։ Փաստաթղթի համաձայն ֆիզիկական անձինք կտուգանվեն 550-ից 750 մանաթով առանց համապատասխան վկայականի չմշակված ադամանդներ ներմուծելու եւ արտահանելու համար։ Պաշտոնատար անձինք 1000-ից 2000 մանաթ, իսկ իրավաբանական անձինք 1500-ից 2500 մանաթ։ Օրենքի ընդունումից հետո կհաստատվի անմշակ ադամանդների արտահանման եւ ներմուծման, արտահանման, օգտագործման, շրջանառության, հաշվառման եւ պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման վկայական տրամադրելու ձևը եւ կանոնները։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։